Սիրելի եկեղեցի, շարունակում ենք մեր քարոզաշարքը առակների վերաբերյալ եւ այսօր մեր ուշադրության կենտրոնում անառակ որդու առակն է, ինչպես երգից էլ երևի ամեն մեկը պատկերացրիք եւ հասկացաք։ Գիտեք, մեկ քարոզի մեջ շատ դժվար է բացահայտել այս առակի ամբողջ հարստությունը, սակայն պիտի այսօր փորձենք վեր հանենք հիմնական պատգամը։ Այս առակը սովորաբար մենք ասում ենք անառակ որդու վերադարձը, եւ այս առակը իրականում դուրս է եկել Աստվածաշնչյան էջերից եւ դարձել է համաշխարհային մշակույթի մասը, անբաժանելի մասը։ Եթե գնաք մեծ թանգարաններ, հավանաբար կտեսնեք Ռեմբրանտի նկարը, որ ինքը իրեն պատկերել է երկու ձևով։ Ասվում է, որ իր երիտասարդության տարիքին ինքը իրեն նկարել է պանդոկում զվարճանալիս, որպես անառակ որդի, իսկ կյանքի վերջում արդեն մյուս նկարն է նկարել, որտեղ ինքը արդեն հոր գրկի մեջ է, չնայած մի քիչ վիճելի է այդ նկարը, որոշներն ասում են ինքն է, որոշներն ասում են ինքը չէ, բայց Ռեմբրանտը ինչ-որ ձևով ասում է, որ սա ուրիշ մարդու մասին չի, մեր ամեն մեկիս յուրաքանչյուրիս մասին է այս պատմությունը։ Եվ այս առակը այնքան հզոր է եւ այնքան առակի մեջ խտացված կա քրիստոնեությունը, որ դարեր շարունակ աստվածաբանները այս առակը կոչում են ավետարան ավետարանի մեջ։ Այս առակը գթասիրտ հոր մասին է, հոր սիրո մասին է, բայց այս առակը, եթե հոր սիրո մասին է, սա Աստծո էության միայն մի կողմն է։ Մենք գիտենք, որ Աստված արդար նաև դատավոր է։ Հիմա պիտի խնդրեմ սիրելիներ, որպես եկեղեցի ոտքի կանգնենք եւ միասին իրար հետ կարդանք այս առակը, որը գտնվում է Ղուկաս ավետարան 15-րդ գլուխ 11-ից մինչև 32-րդ համարները։ Դարձյալ ասաց մի մարդ երկու որդի ուներ։ Նրանցից կրտսերը հորն ասաց. հայր տուր ինձ իմ ունեցվածքիցդ ինձ հասնող բաժինը, եւ նա ունեցվածքը բաժանեց նրանց։ Մի քանի օր հետո կրտսեր որդին ամեն ինչ հավաքեց, հեռու երկիր գնաց ու այնտեղ իր ունեցածը վատնեց, անառակությամբ ապրելով։ Երբ ամբողջը սպառեց, այդ երկրում սաստիկ սով եղավ, ինքն էլ սկսեց չքավոր դառնալ եւ գնաց այդ երկրի քաղաքացիներից մեկին դիմեց եւ սա նրան իր ագարակն ուղարկեց, որ խոզ արածեցնի։ Եվ նա ցանկանում էր իր որովայնը լցնել եղջերենու պտուղներով, որ խոզերն էին ուտում, բայց ոչ ոք նրան չէր տալիս եւ սթափվելով ասաց. քանի վարձկաններ հորս մոտ առատ հաց ունեն, իսկ ես այստեղ սովամահ կորչում եմ, վեր կենամ հորս մոտ գնամ ու նրան ասեմ. հայր, մեղանչեցի երկնքի ու քո առաջ, այլևս քո որդին կոչվելու արժանի չեմ, ինձ քո վարձկաներից մեկն արա։ Եվ վեր կացավ իր հոր մոտ եկավ, ու երբ նա դեռ հեռու էր, հայրը նրան տեսավ եւ գթած, վազեց, նրա վզովն ընկավ ու համբուրեց նրան, եւ որդին նրան ասաց. հայր, մեղանչեցի երկնքի ու քո առաջ, այլևս քո որդին կոչվելու արժանի չեմ։ Հայրն իր ծառաներին ասաց. իսկույն բերեք լավագույն պատմուճանն ու հագցրեք նրան, մատին մատանի դրեք եւ ոտքերին կոշիկներ։ Բերեք պարարդյեզը, մորթեք, ուտենք, ուրախ լինենք, որովհետեւ իմ այս որդին մեռած էր ու կենդանացավ, կորած էր ու գտնվեց։ Եվ սկսեցին զվարճանալ։ Իսկ նրա ավագ որդին դաշտում էր, մինչև գալիս էր, մոտեցավ տանը, երգերի ու պարերի ձայնը լսեց։ Իր մոտ կանչելով ծառաներից մեկին հարցրեց, թե ինչ է այդ։ Նա էլ ասաց նրան. եղբայրդ է եկել։ Հայրդ էլ պարարդյեզ մորթեց, որովհետև նրան ողջ եւ առողջ ընդունեց։ Նա բարկացավ ու չէր ուզում ներս մտնել, բայց հայրը դուրս ելնելով աղաչում էր նրան, իսկ նա հորն ասաց. ահա այսքան տարի է ինչ ծառայել եմ քեզ եւ քո հրամանները երբեք չեմ անտեսել,
բայց ինձ երբեք մի ուլ չտվեցիր, որ իմ բարեկամների հետ ուրախություն անեմ։ Իսկ երբ քո այդ որդին եկավ, որ քո ունեցվածքը պոռնիկների հետ կերավ, նրա համար պարարտ ես մորթեցիր։ Հայրը ասաց նրան. Որդյակ, դու միշտ ինձ հետ ես և ամեն ինչ, որ իմն է, քոնն է, բայց պետք է ուրախ լինել ու խնդալ, որովհետև քո այս եղբայրը մեռած էր ու կենդանացավ, կորած էր ու գտնվեց։ Եկեք աղոթենք։ Սիրելի Հայր, խոնարհվելով քո առջևդ կխնդրենք, որ դու օրհնես քո խոսքը, Տեր Աստված, և նաև թող մեր բերանի խոսքերը և սրտի խորհուրդները քո առջև ընդունելի լինի Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։ Կարող ենք նստել։ Ինչպես տեսնում ենք, սիրելիներ, առակը սկսվում է մի ցնցող պահանջով, որ մերձավոր արևելքի մեջ, այսինքն լսողի համար պարզապես ոչ թե անքաղաքավարություն էր, այլ դա հրապարակային ձևակերպում էր, այսինքն մահվան ցանկություն էր։ Երբ կրտսեր որդին հորն ասում է հայր տուր ինձ ունեցվածքիդ ինձ հասնող բաժինը, նա իրականում հասկացնում է, որ այլևս դու ինձ համար գոյություն չունես, ես չեմ ուզում սպասել, որ դու մահանաս, հենց հիմա եմ ուզում իմ ունեցվածքը։ Ուրիշ բառերով եթե ասենք, կարող ենք ասել, որ նա սիրում էր հոր ունեցվածքը և ոչ թե հորը։ Եվ պատահական չէ 12-րդ համարը, որ ինչպես մի քիչ առաջ նշեցինք, հունարենում օգտագործում է բիոս բառը, որ նշանակում է ոչ միայն ունեցվածք, այլ կյանք կամ կյանքի աղբյուր։ Այս նույն բառը Ղուկաս ավետարանիչը օգտագործում է իր ավետարանի մեջ, որ պատմում է 12 տարվա կնոջ մասին, ով որ արյունահոսում էր, և ասում է իր կյանքի ամբողջ վաստակը, իր կյանքի ամբողջ ունեցվածքը ծախսել էր բժիշկների վրա, բիոսը օգտագործել էր, բայց ոչ մի բան տեղի չէր ունեցել։ Նույն բառը օգտագործվում է այս այրի կնոջ համար, իր ամբողջ ունեցվածքը տվեց։ Եվ այստեղ հայրը ոչ թե պարզապես գույքն է բաժանում, կարծես իր կյանքը պատառոտում է կտորների, որպեսզի որդուն տա ազատություն, կյանքը պատառում է, կյանքը կտոր է անում։ Եվ այն ժամանակ, որ ավանդույթը իմանանք և հասկանանք, հայրը լիակատար իրավունք ուներ ծեծել որդուն, դուրս շպրտել և բոլորին ցույց տալ, որ սա անարգանք է։ Սակայն, սիրելիներ, հայրը կատարում է անհավանական մի բան։ Նա համաձայնում է կյանքը բաժանել, ապրուստը բաժանել, ասելով լավ որդիս, ես մեռա քեզ համար։ Եվ սա աստվածային սիրո բացարձակ դրսևորումն է, սիրելիներ, որը թույլ է տալիս մարդուն նույնիսկ մերժել իրեն։ Մենք հաճախ մեր կյանքը ապրում ենք և Աստված մեզ օրհնում է, կյանք է պարգևում և մենք այդպես ենք անում։ Աստծո տված տաղանդները և շնորհները վերցնում ենք և փորձում ենք ապրել իրենից հեռու, մտածելով, թե կյանքը ավելի հետաքրքիր և երջանիկ կլինի առանց Աստծո։ Եվ Աստված հետաքրքիր է, որ թույլ է տալիս, որ մենք սխալվենք, և Աստծո լռությունը հաճախ այդ ամենամեծ ազատության գինն է, և նա թույլ է տալիս, որպեսզի մենք սխալվենք, որովհետև Աստծո սերը չի բռնանում մարդու ազատ կամքի վրա։ Եվ հայրը բառացիորեն պատառոտում է իր ունեցվածքը, իր կյանքը կտորների է բաժանվում, որպեսզի որդուն տա ազատություն, նույնիսկ կործանի այն։ Եվ որդին վերցնում է գումարը և փախչում է հեռավոր մի երկիր։ Եվ այս ամենը անելով նա կարծես ջնջում է բոլոր հետդարձի կամուրջները։ Եվ որ այնտեղ ամեն ինչ վատնում է, ուտում, խմում, ուրախանում է, գումարը վերջանում է, գալիս է սովը։ Եվ այստեղ նորից ու նորից հրյա ունկնդրի համար սարսափելի մի իրականություն է տեղի ունենում։ Նա աշխատանք է փնտրում և ում մոտ է գտնում իր աշխատանքը, մեկի մոտ, ով որ խոզ է պահում։
եւ պետք է հասկանալ այս աղետի ամբողջ ծավալը։ Խոզը մարդկանց համար ոչ միայն կեղտոտ կենդանի էր, այլ ծիսական պղծության խորհրդանիշն է, որովհետև սիրելիներ, հրեական գրվածքների մեջ ասվում է, որ անիծյալ է այն մարդը, ով խոզ է պահում։ Եվ այս տղան ոչ միայն աղքատացավ, սիրելիներ, այլ հրեա լսողի համար նա դադարում է մարդ կոչվելուց։ Նա կորցնում է հավատը, կորցնում է դիրքը, ընտանիքը, ազգությունը եւ նույնիսկ ըստրուկից էլ ցածր է ընկնում։ Եվ նա նախանձում է նույնիսկ այդ խոզի կիրակուրներին։ Եվ սա բացարձակ ամբողջական հոգևոր մահ էր։ Եվ այս անձնական դժոխքի մեջ, իրեն տառապանքի մեջ այս որդին մի ծրագիր է կազմում։ Ծրագիր է կազմում վերադառնալ հոր մոտ։ Բայց ուշադիր լինենք, նա չի պատրաստվում վերադառնալ որպես որդի, որովհետև նա հասկանում էր, որ կորցրել է իր որդիական իրավունքը։ Եվ նա ուզում է ինչ-որ ձևով աշխատանքային ինչ-որ պայմանագիր ստորագրել։ Ինչ է ասում, ես կաշխատեմ և կփոխհատուցեմ իմ վնասը, կամանց կորցրածը հետ կտամ, կգնամ հորս մոտ և կասեմ, հայր, մեղանչեցի երկնքի ու քո առաջ, այլևս քո որդին կոչվելու արժանի չեմ, քո որդին կոչվելու արժանի չեմ, ինձ քո վարձկաններից մեկն արա։ Եվ հավանաբար նա տուն էր գնում այս արտահայտությունը անընդհատ իր մեջ ասելով։ Տուն է գնում սարսափած և լիովին հասկանում է ավանդույթը, գիտակցում է ինչ է արել և նա սպասում է արդարացի զայրույթի։ Նա գիտեր, որ իրեն չի սպասվում ջերմ ընդունելություն, այլ իրենը սպասվում է հրապարակային դատաստան։ Եվ նա հասկանում է, որ ուղիղ գնում է դեպի մահը, եթե ոչ ֆիզիկապես, ապա բարոյապես իրեն պիտի ոչնչացնեն և կործանեն։ Եվ ամենասարսափելին իրենը սպասվում էր ոչ թե հոր տանը, այլ հայրենի գյուղի սահմանին։ Եվ այդ ժամանակ գյուղը որպես մեծ ընտանիք ամենքը գիտեին ինչ է կատարվել և գիտեին այս որդին ինչ է արել և լուրերը միանգամից տարածվում էր և այն ժամանակ կար դաժան մի ծես։ Եթե նման անձը համարձակվեր հետ վերադառնալ, գյուղացիները վերցնում էին կավե ամաններ և դուրս էին գալիս դիմավորելու և իր ոտքերի առջև ջարդում էին այդ կավե ամանները գոռալով կեզազա, որ նշանակում է դու կտրված ես, դու մեզանից մեկը չես և սա սոցիալական պատիժ էր, այլևս ոչ ոք նրա հետ պիտի չխոսեր, հաց պիտի չտային, ջուր պիտի չտային և նա հավիտյանս համարվում էր կորսված և կտրված համայնքից։ Այսինքն այս մարդը ուղիղ գնում էր այդ դատաստանին, գնում էր դառնալու ոչ ոք կարելի ասել, գնում էր կործանվելու։ Եվ որ սրա մասին նյութը պատրաստում էի, սկսեցի մտածել, կան արդյոք մարդիկ, որոնց առջև մենք ամաններ ենք ջարդել և ասել ենք դու կտրված ես, դու մեզ հետ գործ չունես, դու մեզ հետ բաժին չունես, դու արժանի չես մեր կողքին լինելու, արժե մտածել սրա մասին։ Եվ հայրը գիտեր այդ ավանդույթի մասին և որդուն հեռվից տեսավ և հայրը հասկացավ, որ եթե որդին միայնակ գյուղը մտնի, նրան բարոյապես ու միգուցե ֆիզիկապես կկործանեն, ամբողը նրան կոտնահարի, կջարդի և հայրը մի բան է անում, որ նույնպես ցնցող էր այն ժամանակ և որ հրեա ունկնդիրը լսում էր, գրված է, որ հայրը վազեց։ Հիմա մեզ համար ինչ կա, վազեց, բայց այն ժամանակ մերձավոր արևելքի մեջ ազնվական մարդը վազելու համար դա ամոթ էր, խայտառակություն էր, փեշերը բարձրացնել, ոտքերը երևար և այլը, վազելու համար այսքան բանը պիտի աներ այս հայրը, որը նաև նվաստացուցիչ էր։ Բայց հայրը մի կողմ է դնում արժանապատվությունը ամբողջ գյուղի առջև, միգուցե դառնալով ծաղրի առարկա և վազում է դեպի որդին և նա գիտակցում է, որ ինքը առաջինը պիտի հասներ որդուն։
Նա պետք է գրկեր նրան, նախքան գյուղացիները հասնեին եւ ոչնչացնեին որդուն եւ այդ ամանները կոտրեին եւ խայտարակեին նրան։ Հայրը վազում է դեպի որդին, միգուցե որդին կեղտոտ հագուստներով վրայից հոտ է գալիս, բայց հայրը իր ազնվական մաքուր հանդերձներով վազում է որդին եւ գրկում է որդուն։ Իր մարմնով ծածկում է քարերից, անարգանքից, ծածկում է այդ օտարացման ծեսից։ Նա բոլոր գյուղացիներին կարծես ասում է եւ ցույց է տալիս, որ իմ որդին իմ պաշտպանության տակ է։ Եթե ուզում եք մեկին նվաստացնել, նվաստացրեք ինձ։ Եվ ես արդեն այդ անարգանքը կրել եմ, որովհետև բոլորի առջև վազել եմ դեպի իմ որդին։ Որդին սիրելիներ տուն էր գնում մի ծրագրով։ Նա կարծում էր իրեն քրտինքով, վարձկանի քրտնաջան աշխատանքով քայլ առ քայլ պիտի վաստակի հոր ներումը եւ փոխհատուցի իրեն այդ տված վնասը։ Եվ այս որդին փնտրում էր գործարք, որովհետև լիովին չգիտեր կամ լիովին չէր հասկանում Աստծո սիրո մեծությունը։ Սակայն հեռվում միգուցե տեսավ որդին, թե ինչպես է հայրը իրեն վազում։ Պատկերացրեք այդ տեսարանը եւ այդ վազող կերպարը փշրում է որդու բոլոր հաշվարկները։ Որդին դեռ չէր հասկացել, որ իր պայմանները չի կարող թելադրել։ Նա հասկանում է, որ իր հայրը արդեն վճարել է այդ գինը, իր սեփական արժանապատվությունը մի կողմ դնելով։ Եվ այս ամենը սիրելիներ հնարավոր է միայն Աստծո մեծ սիրո եւ շնորհի արդյունքում։ Եվ Աստծո շնորհը հենց այդ զարմանալի հայելին է, որ մեզ թույլ է տալիս գալ ինքներս մեզ։ Եթե մինչև այդ որդին մտածում էր, որ իմ սեփական ուժերով կարծես այստեղ իրականում տեղի է ունենում ճշմարիտ ապաշխարությունը։ Եվ միայն աստվածային լույսի տակ է, որ մենք վերջապես ճանաչում ենք, տեսնում ենք մեր իրական կերպարը, տեսնում ենք, որ ոչ մի ջանք, ոչ մի բարի գործ չի կարող սպիացնել այն վերքերը, որ մենք հասցրել ենք, չի կարող վերականգնել մեր հարաբերությունները։ Ինչքան ուզում ենք ջանք թափենք, ինչքան ուզում է բարի գործենք, դա հնարավոր է, Աստծո ներումը հնարավոր է վաստակել միայն Աստծո շնորհով։ Եվ դա ձրի պարգև է, որ գալիս է մեզ եւ որին մենք արժանի էլ չենք, մենք միայն կարող ենք ընդունել հավատքով։ Եվ այդ շնորհն է, որ մեզ վարձկանից տեղափոխում է դեպի սիրելի որդի, նույնիսկ եթե մենք զգում ենք, որ այդ կոչմանը արժանի չենք։ Եվ սիրելիներ, կթվար, որ այստեղ պատմությունը պիտի ավարտվի։ Հաղթանակ, երջանկություն, այսինքն ուրախություն, խնջույք, երաժշտություն, պարարտ զվարակը մորթվեց, միգուցե եթե Հայաստանում լինեին խոզի խորոված եւ այլ այդպիսի բաներ տեղի ունենար, եւ տրամաբանորեն հենց այդ է, որ առակը մեզ հուշում է, որովհետեւ առակի վերնագիրն էլ է այդպես։ Մանավանդ Ղուկաս ավետարան 15-րդ գլխում նախորդ երկու պատգամները մենք լսեցինք, կորսված ոչխարի մասին եւ կորսված դրամի մասին, որտեղ ուրախություն է տիրում երկու առակների մեջ, վերջում ուրախություն է եւ կարծես այստեղ էլ ուրախությամբ պիտի ավարտվեր այս առակը։ Սակայն այս առակը տարբեր է մնացած առակներից։ Եթե նախորդ երկու առակներում ոչխարը եւ դրամը пассив էին, կարծես այստեղ որդին առաջին քայլն է անում, սակայն շատ կարևոր է հասկանալ, որ հոր արձագանքը տեղի է ունենում նախքան որդու խոստովանությունը, եւ սա ցույց է տալիս, որ իրական ուրախությունը եւ տոնակատարության հիմքը ոչ թե մարդու քայլերն են, այլ հոր բնավորությունն ու սիրտն է։ Հոր բնավորությունն ու սիրտն է, որ թույլ է տալիս, որ այդ ուրախությունը տեղի ունենա։ Եվ Հիսուսը չի դնում վերջակետ այս պատմությանը, որովհետև այս տոնին մի հոգի բացակայում է, չկա մեկը։ Եվ հենց այս կերպարն է, որ այս առակը մի կողմից դարձնում է շատ խորը, իսկ մյուս կողմից վերածում է սթափեցնող մի հրավերի, որ ամեն մեկս պիտի պատասխանենք,
որ վերաբերվում է ամեն մեկիս։ Առակը դադարում է լինել պարզապես ուրախության առակ եւ վերածվում բաց հրավերի, որ այսօր միգուցե ես ու դու պիտի պատասխանենք։ Մինչև խնջույքը շարունակվում է, ավագ եղբայրը դաշտից վերադառնում է։ Իմանալով եղբոր վերադարձի մասին նա ինչ է անում, եթե հիշենք։ Բարկանում է, գրված է, Աստծո խոսքն ասում է, որ բարկանում է եւ հրաժարվում է ներս մտնել։ Հարց է առաջանում, ինչու է բարկանում այս եղբայրը։ Նրա համար, որ վնաս էր հասցվել իրենց ընտանիքին, նրա համար, որ հոր սիրտը ցավել էր, թե մտահոգված էր իր կարգավիճակով, նյութական հաշվարկներով եւ այլը։ Ինչու համար էր բարկանում այս որդին։ Եվ որդին ներս չմտնելը, այդ խնջույքին չմասնակցելը նույնքան վիրավորական էր հոր համար, որովհետև նույնպես, եթե արևելյան մշակույթին նայենք, այնտեղ հոր խնջույքին չմասնակցելը, հոր կողմից պատրաստված խնջույքին չմասնակցելը նույնքան վիրավորական էր։ Բայց տեղի ունենում նորից զարմանալի մի բան։ Հայրը կրկին նվաստանում է։ Նա դուրս է գալիս նրա մոտ եւ աղաչում։ Գիտեք, հայրը կարող էր հրամայել, որպեսզի որդին ներս մտնի, սակայն հայրը ուզում է ոչ թե ծառա, հայրը ուզում է ոչ թե ստրուկ, այլ հայրը ցանկանում է որդի։ Եվ կարծես ասում է, քո եղբոր գալով ոչինչ չի փոխվում։ Ինչ որ կա քոնն է։ Սա սիրող հոր սրտից ելնող ճիչ է, սիրելիներ։ Սա հոր սրտաբուխ շնորհի բղավոցն է։ Ներս արի ուրախացի մեզ հետ, որովհետև քո այս եղբայրը մեռած էր ու կենդանացավ, կորած էր ու գտնվեց։ Եվ թվում է, թե ավագ եղբոր սիրտը պիտի հալվի, ինչպես փոքրի սիրտը եւ որ տեսավ հայրը վազելով գալիս է։ Սակայն ինչ է անում ավագ որդին։ Նա նույնիսկ հորը իր անունով չի դիմում։ Նա հրապարակավ բոլորի առջև վիրավորում է իր հորը։ Ես երբեք քո պատվիրաններից դուրս չեմ եկել։ Սա այս փարեսցիական կամ կրոնական հոգին է, որ փորձում է պարծենալ կամ արդարանալ գործերով։ Եվ այդ պահին այս կատարյալ որդին կարծես պատռում է իր դիմակը։ Այսքան տարի քեզ ծառայել եմ եւ երբեք չեմ խախտել քո հրամանները։ Ուշադրություն դարձրեք խոսքերին։ Նա զգում է իրեն ոչ թե որդի, այլ ստրուկ։ Ես քեզ ծառայել եմ, ասում է։ Այլ խոսքերով ասած, դու իմ հայրը չես, դու իմ տերն ես, դու մի մարդ ես, որի մոտ ես աշխատել եմ։ Եվ նա հրապարակայնորեն բոլորի մոտ պարծենում է, հպարտանում է իր բարոյականությամբ։ Ես չեմ խախտել ոչ մի բան։ Ես արել եմ այն, ինչ ինձանից պահանջվում է։ Իմ պարտականությունը լավ եմ արել։ Լսել եք եկեղեցում, ես բազմիցս եմ լսել։ Ես իմ գործը անում եմ, մնացածի հետ գործ չունեմ, ինչ ուզում եք արեք։ Սա է իմ պարտականությունը, ուրիշին օգնելու, ինձ էս էր տրված, էս եմ արել։ Պարծենալ կամ բավարարվել դրանով։ Եվ այս ամբողջ տարիների ընթացքում թույն էր կուտակվել, վիրավորանք էր կուտակվել այս մարդու ներսում։ Ինչ է ասում։ Դու նույնիսկ ինձ մի այս չտվեցիր։ Սա մեղադրանք է հորը, եւ գիտեք ինչումն է մեղադրանքը։ Ինքն է քո սիրելի որդին, ես չեմ։ Ինքը որ գնաց անառակության վատնեց ամեն ինչ, ինքն է քո սիրելի որդին եւ ոչ թե ես։ Եվ նույնպես այստեղ ես սկսեցի մտածել, երբեմն մենք հնարավոր է նեղանում ենք կամ բարկանում ենք եւ որ տեսնում ենք Աստված ինչ որ մեկին օրհնում է, Աստված ինչ որ մեկին բարություն է ցույց տալիս, ինքն է քո սիրելի որդին, ես չեմ, նեղանալով Աստծուց։ Եվ շատ կարևոր է սիրելիներ, նայեք ավագ որդու ուրախությունը որտեղ էր։ Ավագ եղբոր ուրախությունը ուրիշ վայրում էր։ Ինչ է ասում։ Ինձ այց կտայր կգնայի ընկերներիս հետ կուրախանայի։ Նրա ուրախությունը ոչ կորած եղբոր մեջ է, ոչ հոր տան մեջ է, այլ նրա ուրախությունը այց տուր գնամ ընկերներիս հետ ուրախանամ։ Ուրիշ տեղ է ուրախությունը։
Որտեղ է իմ եւ քո ուրախությունը, սիրելի։ Որտեղ է մեր ուրախությունը։ Աստծո խոսքն ասում է, որտեղ որ ձեր գանձն է, այնտեղ էլ ձեր սիրտն է։ Արժե հարց տալ, արդյոք Աստծո տան մեջ է մեր ուրախությունը։ Եվ պարզվում է այս ավագ որդին նույնպես չէր սիրում հորը։ Նա սիրում էր հոր ունեցվածքը։ Եթե կրծեր որդին անմիջապես ուզեց իր ժառանգությունը ապստամբությամբ կարծես, ավագ որդին ուզում էր ժառանգել ճակերտավոր հնազանդությամբ։ Երկուսն էլ օգտագործեցին իրենց հորը։ Երկուսն էլ կորած զավակներ էին։ Մեկը պարզապես փախավ օտար երկիր, իսկ մյուս եղբայրը կորավ հենց տանը իր խեղդող արդարության մեջ, հոր տան մեջ, հորից հեռու էր։ Նրանց միջև տարբերությունը գիտեք որն էր, սիրելիներ, որ անառակ որդին բացահայտ մեղավոր էր, քանի որ հոր առջև լիովին բացեց իր սիրտը, ասեց այն, ինչ իր սրտի մեջ կար, բայց ավագ եղբայրը քողարկված մեղավոր էր։ Ուրիշ բառ կուզեք օգտագործենք, թվացյալ սուրբ էր, որ ցույց էր տալիս, որ ես քո տան մեջ եմ, բայց իր զգացմունքները թաքցնում էր։ Ինքը իրականության մեջ տանը մնաց, միաժամանակ ատեց իր հորը։ Եվ նա հերքեց, որ եղբոր հետ որևէ կապ չունի, եւ այդպիսով նույն ձևով հերքեց, որ որևէ կապ ունի իր հոր հետ։ Նա իմ եղբայրը չէ, դու էլ իմ հայրը չես։ Նույնիսկ սիրելիներ, եթե ավագ որդին պահել էր բոլոր պատվիրանները, այստեղ քանդում է նա ամենակարևոր պատվիրանը, քանդում է սիրո պատվիրանը, որ իր եղբոր հանդեպ պիտի ցուցաբերել։ Եվ եթե ուշադրություն դարձնեք Աստվածաշնչում Ղուկաս ավետարան 15-րդ գլուխը սկսվում է այսպես. բոլոր մաքսավորներն ու մեղավորները մոտենում էին նրան, այսինքն Հիսուսին, որ լսեն իրենից, եւ փարեսցիներն ու դպիրները տրտնջում էին ու ասում. սա մեղավորներին ընդունում է ու նրանց հետ ուտում է։ Ի տարբերություն առաջին երկու առակներին կորսված ոչխարի եւ դրամի մասին, որտեղ տոնակատարություն կար, երկրային ուրախություն կար, այս երրորդ պատմության մեջ մենք տեսնում ենք այս սուր բախումը, սուր հակասությունը ավագ եղբոր միջև եւ հոր միջև։ Եվ սա միաժամանակ սթափեցնող մարտահրավեր է բոլորի համար։ Եվ եթե փարեսցիները ու դպիրները տրտնջում էին, թե Հիսուսը մեղավորների հետ է ու նրանց հետ է ուտում, նրանք ցույց էին տալիս, որ չէին հասկանում Աստծո բարեհաճությունը, չէին հասկանում Աստծո արքայության էությունը։ Եվ այս առակով Հիսուսը ոչ թե պարզապես մի պատմություն է պատմում ամեն մեկից, այլ տիեզերական հրավեր է ուղղում, թե փարեսցիներին այն ժամանակ, թե մեզ, որդեգրելու Աստծո վերաբերմունքը մեղավորի հանդեպ։ Նա կոչ է անում ամեն մեկի սիրել ու ներել նրանց, ում արհամարում ենք կամ համարում ենք որպես մեղավորներ, եւ կոչ է անում մեզ միանալ այդ մեծ տոնակատարությանը։ Եվ ինչպես մեծ խնջույքի առակի մեջ, որ պիտի հետո ուսումնասիրենք, այստեղ ըստ էությամբ Աստված հարցնում է. խնջույքը կազմակերպում եմ, դուռը բաց է, գալու ես, թե ոչ, դու պիտի պատասխանես եւ ես պիտի պատասխանեմ։ Սակայն այստեղ է, որ բացահայտվում է մեր սրտի իրական վիճակը։ Տիրոջ շնորհի վրա տրտնջալը, սիրելիներ, վկայում է այն մասին, որ մենք դեռ օտար ենք այդ սիրուն եւ չենք հասկանում, թե ինչ է կատարվում Աստծո արքայության մեջ։ Չափազանց տխուր է, երբ մարդ իրեն քրիստոնյա է անվանում, բայց Աստծո տան մեջ մնում է տրտնջացող ծառա։ Աստծո տան մեջ ապրում է որպես տրտնջացող, ամեն ինչի վրա տրտնջում է, ամեն ինչի վրա բողոքում է, ամեն ինչ իրեն սրտով չէ։ Ինքը գիտի միայն արդարությունը եւ ինքը գիտի միայն ճշմարտությունը։ Մենք չենք կարող մարդուն ստիպել եւ ճշմարիտ ուրախությունը չի կարող պարտադրվել, քանի որ այն տեխնիկական գործողություն չէ։ Ուրախությունը պիտի բխի Աստծո ողորմածության եւ ներման խորը գիտակցումից։ Մենք պիտի ուրախ լինենք, որովհետեւ մենք ներվել ենք
եւ Աստված մեզ ընդունել է եւ դրա համար մենք արդեն իսկ պիտի ուրախ լինենք եւ մենք գալով ինքներս մեզ հասկանում ենք, որ այսպիսով մենք վերադառնում ենք մեր հոր գիրկը։ Սակայն սիրելիներ, նաև ուշադրություն դարձրեք, որ ճշմարիտ է նաև, որ միայն հոր հետ հարաբերություններով չենք կարող մենք ասել, որ վերադառնում ենք հոր մոտ։ Չէ որ մենք չենք կարող վերադառնալ հոր մոտ, եթե նույն վերաբերմունքը չունենք մեր կողքինի նկատմամբ։ Եթե պատրաստ չենք գրկներս բացենք մեղավորի համար եւ չցուցաբերենք այդ նույն սերը եւ ներողամտությունը, որ ցուցաբերեց հայրը։ Եվ ի վերջո սիրելիներ, Աստծո սերը ոչ թե բաժանում է եւ պատեր է կառուցում, այլ միավորում է մարդկանց։ Աստծո սերը, Աստծո թագավորությունը միավորում է մարդկանց, քանդելով այդ օտարացման բոլոր արգելքները եւ բոլորին հրավիրում է նույն սեղանի շուրջ նստելու։ Եվ եթե այսօր մեր փարեստիական հպարտությունը կամ կրոնական ձևապաշտությունը կամ սոցիալական դիրքը մեզ թույլ չեն տալիս նստել սեղանի շուրջ, նրանց հետում Աստված արդեն ներել է, ապա հարց է առաջանում։ Արդյոք մենք հասկանում ենք Աստծո արքայության էությունը։ Արդյոք մենք գիտակցում ենք դա։ Եվ հավանաբար հենց այդ պահին փարեստիները հասկացան, թե ինչ է իրականում բացակայում առաքում։ Եվ արևելյան ընտանիքում ավագ եղբոր դերը պահապան եւ հաշտարար լինելն էր։ Եվ եթե կրտսերը հեռացել էր, հենց ավագ եղբայրն էր, որ պարտավոր էր գնալ եղբոր ետևից, վճարել նրա բոլոր պարտքերը, բռնել նրան եւ տուն բերել եւ հորն ասել հայր մի անհանգստանա, ես կգտնեմ նրան եւ հետ կբերեմ։ Սակայն առաքում այս ավագ եղբայրը մնաց տանը, ցուցաբերելով մի սարսափելի ճշմարտություն։ Մարդկությունը չունի նորմալ ավագ եղբայր։ Մենք բոլորս կամ ապստամբ ենք սիրելիներ, կրտսեր որդու նման, կամ հպարտ ու դժգոհ ավագի պես։ Մենք կամ օրինազանց ենք առանց օրենքի, կամ օրինազանց ենք հենց օրենքի մեջ։ Եվ ահա թե ինչու Հիսուսը պատմեց այս առակը, որովհետև Քրիստոսն է ճշմարիտ ավագ եղբայրը։ Նա էր, ով չմնաց երկնքում։ Նա էր, ով թողեց երկնային փառքը, ամեն ուրախությունը եւ եկավ մեր այս աշխարհը։ Նա չմնաց, այլ վազեց դիմավորելու մեզ, թույլ տվեց նույնիսկ մերկացնելու, ամոթահար անելու եւ խաչի վրա իրեն խայտարակելու, որպիսի մեր պարտքերը վճարի եւ մեզ հավիտենական օտարացումից փրկի։ Քրիստոսն է ճշմարիտ ավագ եղբայրը։ Եվ կրտսեր որդին վերադարձավ, իսկ ավագը կարծես մնաց այդ իր հպարտության խավարում։ Եվ այսօր, սիրելիներ, հայրը կանգնած դռան առջև, նա նույն ձևով, նույն սիրով կանչում է ինձ եւ քեզ, թե հեռավոր երկրում կորած մեղավոր ապստամբին, թե հոր տան շեմին կորած ինքնաարդարին։ Եկեք ինքներս մեզ հարց տանք, որտեղ ենք մենք այս պատմության մեջ եւ պատրաստ ենք արդյոք ընդունելու հոր հրավերը եւ մտնել նրա ուրախության մեջ։